տաս մի հատ։ Հեսա դու իրար հետ ենք ու դու վախենալու բան չունես։ Հենրի վախենում եմ, որ հանկարծ մերոնք տեսնեն տանը չեմ, դու պատկերացնում ես ինչ կլինի։ Վերջին հաշվով ոչ մի բան էլ չի կարա լինի։ Ես պատասխանատու եմ քո համար։ Ու իմանում են թող իմանան։ Դու ես չէ որոշել, որ պետք է գաղտնի հանդիպենք։ Այդ մեր երկուսի որոշումներ, Հենրի, ոչ թե մենակ իմ։ Խնդրում եմ գոնե հեռու մի գնա, որ շուտ տուն հասնեմ։ Կարաս հանգիստ նստես տեղդ, ես կորոշեմ հա ուր կգնանք ու երբ հետ կգանք։ Վերջապես իմ կյանքում ինձ համար այսքան սպասված ժամանակներն են գալիս։ Տեսնես ինչի համար ես քայլում ես անծանոթ տղայի հետ։ Հիմա ինչ, հետս չես գալի թեյ խմելու։ Կներեք, բայց չէ։ Ես հիմա պիտի տուն գնամ, թողենք մի ուրիշ անգամ։ Շատ լավ, ուրեմն ես կարող եմ քեզ ուղեկցել, եթե իհարկե զանգահարողը դեմ չի։ Չէ, եղբայրս է, բայց այդ կապ չունի, պիտի գնամ տուն։ Լավ, ուրեմն խոստացի, որ ինձ ցույց կտաս Հայաստանի նոր ու սիրուն տեղը։ Լավ, խոստանում եմ։ Հեռախոսիդ համար է։ Դե լավ, մի վախեցի, կրասավիցը։ Ես հայկական, ավանդական ընտանիքից տղա եմ։ Ոչինչ, այդ ժամանակի ընթացքում կհասկանաս։ Իսկ հիմա արի ես քեզ ճանապարհեմ տուն, համ ընթացքային տան տեղը կիմանամ, համ էլ հեռախոսիդ համար է կտաս, չէ՞։ Շատ համառն եք։ Գիտեմ։ Վերցրե այդ հեռախոսը։ Ոյ մերի։ Ինչ եք մեր ուտաղա կպել, գաղտնիքա գաղտնիք։ Քիչ ամնում մարդ մեկ պատմություն հնարի բոլորիդ ասի, որ այդ գաղտնիքները բացահայտված է ու պրծնեմ ձեզնից։ Ես ժամանակին կապված եմ եղել ավակի կնգա հետ, այդ երեխան ալի մեր երեխան է։ Ինչ ես խոսում։ Դե հա, բա գիտես, բազմախբյուր գնալ գալը դա ցեղական է։ Միքայել, ես քո հետ լուրջ բան եմ խոսում, դու ինձ ձեռ ես առնում։ Բոլորովին։ Ինչ կա հետ եմ ասում։ Ես ու Անգելինան հայրու աղջիկ ենք։ Ու հենց ինչի կարող ամուսնանա իր քրոջ հետ բնականաբար։ Չէ, Միքայել, դու անուղելի ես, քո հետ ուղղակի հնարավոր չի։ Բա ինչ եք կպել մեր ուտղա գաղտնիքա գաղտնիք։ Ինչ գաղտնիք, մի հատ է այդ գաղտնիքը։ Ես էլ հենց նոր դրա մասին կիսվեցի քո հետ։
25 տարի է քո հետ ապրում եմ, մինչև այսօր չեմ հասկանում, դու երբ ես լուրջ, երբ չէ։ Քեզ հասկանալու համար պիտի գուշակությամբ զբաղվեմ։ Դե հենց գուշակես այդ գաղտնիքը, ինձ էլ տեղյակ կպահես, ես էլ կիմանամ։ Անպայման։ Հրաշալի գաղափար էր։ Կարելի է ասել, որ Անգելինան իմ աղջիկն է։ Համետ երեխեքին կբաժանեմ, համելեց դարդից կպրծնեմ։ Մի խոսքով Միքո ջան փրկվում ենք բոլորս։ Այն ավակենք են մեղք, բայց դե ինչ անենք, իրանք էլ են ուզում, որ բաժանեմ։ Ինչ խաղաղ ու սիրուն երեկոյա, չէ։ Երանի խոչընդոտներ չլիներ ու մենք կարողանայինք առանց թաքցնելու հանդիպել։ Դե այդ հրաշքի նման կլիներ։ Համ էլ մեր թորներին բանկ ունենանք պատմելու, պատկերացնում ես ինչ անհետաքրքիր կլիներ, որ ամեն ինչ սովորական ձևերով զարգանար։ Այս ինչ պատրաստվածություն է, ոնց հասկանամ ինչ առիթ է։ Չես հիշում։ Չէ։ Դե տենում ես ինչ ուշադիր ու նրբանկատ մարդու ես հանդիպել։ Եվ Այսօր ուղիղ անցել է 3 ամիս, 3 օր ու 3 ժամ մեր հանդիպումից։ Հենց որ մենք այսօր նշում ենք երեքների կարևորագույն հանգամանքը մեր կյանքում։ Բեր։ Չնայած շատ դժվար է մեր ճանապարհը, Հենրի, բայց ես այնքան երջանիկ եմ, որ հենց դու ես իմ կողքին։ Ես էլ եմ շատ երջանիկ, որ ես եմ քո կողքին, ու ուրիշ ոչ մեկը իմ տեղը չի զբաղեցրել իմ հրեշտակի կողքին։ Քեզ ճանաչել է պետք իրականում։ Քո բարությունը, քո մարդ տեսակը։ Ես ուզում եմ խմեմ քո բարի, փխրուն հոգու համար ու քո մարդ տեսակի։ Աստղային ժամը սա փաստորեն։ Այս պահին այնքան երջանիկ եմ, որ անգամ մերոնց մասին չեմ մտածում։ Մենք իրավունք չունենք երջանիկ լինելու։ Այս ամեն ինչը փորձություններ է, որ գալիս է մեզ փորձելու մեր սերը ինչքան ուժեղ ու ինչքան կդիմանա։ Կդիմանա։ Մի բան եմ շատ ուզում։ Ուզում եմ այս ամեն ինչը մեր կյանքում շատ շուտ անցնի ու երեխեք ունենանք։ Կարող եմ իմանամ ուր ես շտապում։ Շտապում եմ, որ իմ երեխեն ու աղբերս իրար հետ մեծանան։ Այսինքն։ Հա, Աննա Բագրատովնան։ Հենրի, այնքան ուրախ եմ։ Ես վստահ եմ, որ դու հրաշալի եղբայր կլինես։ Մի րոպե, ես ինքս։ Մերձի։ Կոնյակ հայկական։ Լավ միտք է ձե դու։ Ես եմ բաժակ բերեմ։ Ուր էիր։ Լավն է։ Տղա ջան, քեզ եմ հարցնում, ուր էիր։ Հետո ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ պետք է բացատրություն տամ ուր էի։ Մեծացել ես, հա։ Բայց պապուտ հանդեպ հարգանքը ազատությունից վեր պիտի լինի։ Հարգանքն ու ազատությունը տարբեր բաներ են ձեդ։ Ես քեզ շատ հարգում եմ։ Դու իմ մորս հերն ես։ Բայց արի իրար բացատրություն տալուն վերջ տենք։ Լսի տղա ջան,
Այդ փիլիսոփայական ելույթներիդ վերջ տուր ու ինձ լսի։ Նոր ես եկել ես քաղաք։ Քաղաքը լավ չես ճանաչում։ Իսկ մենք անցյալում ենք։ Ու դու այդ անցյալի մի մասնիկն ես։ Ում համար ես պատասխանատու եմ։ Հորս ու մորս դաստիարակությունը ինձ թույլ է տալիս ճիշտ կառավարել ու կազմակերպել իմ քայլերը։ Արի զերծ մնանք սենց խոսակցություններից։ Չէ բալա, չի լինի, քանի իմ տանն ես։ Չես կարա ստիպես ձեդու, ես ազատ թրջունեմ ու բանդակներ չեմ սիրում։ Դժգոհ չեմ իմ թոռից, ազատության գինը գիտի, ուրեմն հաղթել այս կյանքը։ Միքայել կլինի ես 2 րոպե մենակ մնամ։ Չէ, չի լինի։ Հանգիստ թողելի ինձ։ Հենրիին ես սպասում։ Չէ, չեմ սպասում։ Իմ տղան վաղուց արդեն մեծ մարդ է, ես իրան էլ չեմ սպասում։ Սուտ։ Այ որ ասեիր ինձ չես սպասում, մի քիչ ճշմարտանման կլիներ։ Բայց հենց հենրին տանը չի, լուսնորդի նման ընկանես թափառում տան մեջ, մինչև չհայտնվի։ Միքայել, ինչ ես ուզում ինձնից։ Գնա էլի, թող 2 րոպե հանգիստ նստեմ։ Մեր կյանքում այլևս հանգիստ չկա, քանի կան Հենրին ու բազմաղբյուրը։ Բայց իհարկե Աստված չանի, որ հիմա այնտեղ լինի։ Եթե նույնիսկ այնտեղ է, հետո ինչ։ Չէ, հաստատ չէ։ Քանի որ իմ աղջիկը այս ժամին չէր կարա տանից դուրս գար։ Իսկ ինքը իմ աղջիկն է, Աննա Բագրատովնա, հասկացար, չէ՞։ Բեմի դեմս քեզ մեծ վարպետ է կորցրել։ Ուղղակի մոռանում ես այդ հեքիաթում, որը հենց նոր հորինեցիր Հենրին ու Անգելինան քույրու եղբայր են։ Կլինի մի քիչ ավելի առողջ բան հորինես։ Չէ։ Ամբողջ գաղտնիքը հենց դրանում է, որ իրանք քույրու եղբայր են ու իրար հետ լինել չեն կարող։ Դե ասում եմ էլի, բեմը մեծ դերասան է կորցրել։ Նա տեսնում ես, որ ամուսինը տաղանդ է։ Զանգի։ Ու եթե իրար հետ են ասա, թող հենց հիմա աղջկաս տուն տանի, թե չէ գլուխը կջարդեմ։ Աստվածի։ Սպասում եմ։ Զանգի։ Հենրի, բայց արդեն ուշ արի գնանք, հա։ Բայց ես չեմ ուզում մենք գնանք։ Ուզում եմ քեզ փախցնեմ, միասին կորենք։ Այնպես չի, որ ես դեմ եմ, բայց գժություն անելու ժամանակը չի, որովհետև մենք թիրախավորված ենք, ձերոնք Երևանից, մերոնք բազմաղբյուրից։ Մամաների զանգերին պետք է պատասխանել։ Այո, պարտադիր։ Մերոնք ինձ թվում է դեռ չեն հասկացել, որ տանը չենք պատասխանի, խոսա ու գնանք, հա։ Հա, մամ ջան։ Ալո, տղես, բա ուր ես։ Անգելինայի հետ եմ, մամ ջան։ Դու հանգիստ քնի։ Վայ տղես, էդ ինչ աղմուկ է, բան չեմ լսում։ Լավ, եթե ընկերներիդ հետ ես, լավ։ Ինչ լավ է, չէ, որ այս պատմության մեջ գոնե մեկը կա, որ մեր կողմից է հաստատ պապան կողքն էր։ Հենց արեց, որ չիմանա, որ միասին ենք։ Աննա Բագրատովնայի նման կարեկից հոգատար մարդ չեմ տեսել։ Դու գիտես, ես մամայիս շատ եմ սիրում։ Բայց Աննա Բագրատովնայի հանդեպ մի ուրիշ բան եմ զգում, անբացատրելի մի բան։ Այ մալադեց, հիմիկվանից այտենց սիրիս կես ուր մայրիկիտ, թե չէ կռիվա լինելու։ Սիրում եմ քեզ իմ հրեշտակ։ Խոսք եմ տալիս, որ մեր կյանքի 3 ամիսը բազմապատկելու եմ միլիոնով ու երջանկացնեմ մեր ամեն օրը։ Իսկ ես պատրաստ եմ հաղթահարեմ բոլոր դժվարությունները, որ մենք միասին լինենք։ Հավերժ։
բազմախբյուրի փողոցներն էր չափչփում։ Չէ, ասեց ընկերներիս հետ եմ, ուղղակի աղմուկ էր, բան չէր լսվում։ Ես գժվում եմ քո համար։ Զգուշ իրոք չգժվես։ Դեռ երեխա ունես մեծացնելու։ Չէ։ Ես ուղղակի սիրում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը։ Աղմուկ, ընկերներ։ Տղետ այնքան է գնալու բազմախբյուր գա, որ իր սեփական տան ճանապարհն է մոռանալու մի օր։ Դե ինչ ես ուզում։ Քեզ ա քաշել։ Որ սիրում է, իրան կորցնում է։ Հա, լրիվ։ Միքայել, ինչ ես անում, ամոթա, հյուրասենյակում ենք, բա որ մեկը գա։ Հա թող գա, իբր ինչ։ Որս տարիքում երեխա ենք ուզում ունենանք ամոթ չի, ուզում եմ քեզ գրկեմ, բաճեմ, ամոթը, հա։ Մի արա թող։ Հենրի գնա, չեմ ուզում մամային քեզ տեսնեն։ Արի քեզ տանեմ հետս։ Գժվել ես, դու գնա։ Ասա, որ սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ, գնա։ Ասա, որ գժվում ես իմ համար ու որ ես աշխարհի ամենասիրուն տղեն եմ։ Հենրի քեզ գովալու ժամանակը չի։ Գնա։ Քանի papan չի եկել քեզ տեսել։ Թե անպայման ուզում ես որ գա տեսնի։ Սիրում եմ իմ հրեշտակ։ Անգելենա, չես ուզում պարկես քնած։ Ոնց որ զոնքաճա եկավ, հա։ Արժի թողնել։ Ինչ ես բարկում։ Բարկի քանի, լույսը կբացվի բարինել հետը։ Հեսա կպարկեմ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք էլ քեզ։ Բարկի քանի բալես, բարի գիշեր։ Ես էլ քեզ եմ սիրում իմ հերի։ Զանգեցիր իմացար որտեղ է, եկի հանգիստ պարկել ես։ Դու էլ կարաս հանգիստ պարկես։ Ես իմ երախուն վստահում եմ։ Թե ում քաշես դա տենց մամայի բալա։ Ինչ ես անում։ Գծերն եմ ստուգում։ Սիրտը ոնց է աշխատում։ Արագ, լրիվ իմ նման։ Շվեյցարական ժամացույց ոնց որ աշխատի։ Հետաքրքիր է դու սենց սրտի աշխատանքը ոնց լսեցիր։ Տղա ջան, ես լիահույս եմ, որ դու քո աղբոր նման ղզիկ չես լինի, մամայի բալա։ Կլինի իմիկվանից երկու աղբոր իրար դեմ չհանես։ Շնչառությունն եմ լսում։ Լրիվ իմ շնչառությունն է հանգավորված։ Բայց զարկերի հետ մի բան են չի, արագ է աշխատում։ Հա? Մեջը ոնց որ ներվ կա, անհանգիստ է երեխես։ Հա, ինքը տենց է, մինչև աղբերը տուն չի գալիս, չի քնում։ Աղբոր գլխին սև ամպեր են կուտակվում։ Թող իրա սիրո վերջին ակորդները վայելի, ոչինչ։ Բան չմնաց։ Հատկապես, որ քուրու աղբեր չեն կարա իրար հետ լինեն ուղղակի։ Նույնիսկ կատակով տենց բան մի ասա։ Բայց ով ասեց, որ ես կատակ եմ անում։
Հրեշտակ ես դու քո թևերով, այսինքն հեռախոսը չանջատելով փրկեցիր քո միակ ու անկրկնելի սիրուն, զոնքաչից ձեռքից, քիչ էր մնում բռնվեինք։ Ամեն դեպքում պիտի զգուշ լինենք։ Այս անգամ չբռնվեցինք, հնարավոր է հաջորդ անգամ բռնվենք։ Ոնց ասես արևս, գրկում պաճում եմ։ Սիրում եմ ու արդեն կարոտում։ Թույն։ Ձայ զավակ ջան, ինչ եք նեղություն քաշել եկել։ Ես գիտեմ, որ հիմա ձեր խնդիրները շատ են։ Սեմ ջան, ես չգամ, բա ով գա։ Ուղղակի ափսոսում եմ, որ այդ դժվար պահին կողքից չեմ եղել։ Իսկ խնդիրներ հայր կան։ Գիտենք ով ա եղել, իբր իրա բաժին լավություն ա արել։ Այս են դեպքն է, որ ես չեմ ասի ինչի ա արել։ Ստեղ ամենակարևորը որ դու լավ ես ու ամեն ինչ անցանում։ Ստեղ լավ բան չկա։ Իհարկե դու չնեղանաս Անգելինա ջան, բայց ոչ ոք իրեն չէր խնդրել։ Չէ, ես ինչի պիտի նեղանամ։ Սեմ, արդեն հերիք է։ Փակենք հա թեման։ Ճիշտ է։ Եղած է։ Ոչ մեկիս էլ շախունցներից ոչինչ պետք չի։ Բայց սա կյանքի հարց է եղել, ու դու հիմա ողջ առողջ մեր կողքին ես։ Միանշանակ ես էլ եմ այդ ասում։ Վայ, այնքան է նույն թեմայից խոսում, ու ես այնքան եմ անհանգստանում, ոչ մի ձև չի կարողանում մարսել։ Մարսելու չի, որ մարսեմ։ Սեմ, հիմա քեզ հանգիստ է պետք։ Ես այնքան վաղուց հանգիստ չունեմ։ Իսկ դպրոցից ինչ կա։ Էդս, դպրոցի համար սրտիցս արունա գնում։ Ինչ լինում ատաղ կարել լինի, արդա թող առողջ լինի ավելի լավ դպրոց կկառուցի։ Ես էլ եմ այդ ասում։ Ինձ կներեք, ես պիտի գնամ Աննա Բագրատովնայի մոտ։ Ման պապ դուք գնացեք տուն, ես միանգամից տուն կգամ։ Իսկ ձեզ սպասում ենք տանը։ Ձայ զավակ, հասկանում եմ, որ չես ուզում խոսես դպրոցից, բայց գոնե ասա իմանամ հրդեհի պատճառը բացահայտվել է։ Հերքվել է, որ այդ լակոտը կապ չունի։ Քաղաքում չի եղել։ Դե հա, պարզ է։ Ինչպես միշտ իրան կարողանում են տակից դուրս գալ։ Դե, մենք էլ գնանք։ Կհանդիպենք դեպս։ Դու առողջացիր։ Սեմ ջան, կգաս տուն, ես համով բաներ կպատրաստեմ, որ դու շուտ ոտքի կանգնես։ Ինչ լավ է, որ դուք կաք մեր կյանքում։ Հալալ, ինչ ես վրես նայում տենց, ացըտ կեր, թե կուշտ ես։ Դե բրատ մեկ նենց կուշտ ես ըլնում հաց ուտել չի գալիս։ Հա, հասկացա արդեն քեզ, շատ ես ինձ կարոտել, աչքդ չես կարող ինձնից կտրես։ Բայց կեր հալալ, կփոշման ես, որ չուտես, շատ համով է։ Չէ դու հաստատ դիետա միետա ես պահում հալել, բայց լավ չի ասեմ քեզ, վրեդ հալ չկա ախպերս, մի հատ ուժեղ կամի լինի, կտանի։ Կեր, մեկա ոնց ուտում ես, տենց էլ չեզոքանում է, հարամը շատ է էլի, ուտելիքը հալալ չի դառնում։ Նեղաստում ես ախպորել, ինչ, բայց քո համար
Միշտ հալալ եմ։ Ախպերս, մարդ, որ իր վստահությունը կորցնում է, այդ անվերադարձա լինում։ Հակառակը կապացություն։ Կապրենք կերևա։ Դու կեր, որ իմ կերածն էլ հարամ չլինի։ Ասում եմ, որ սս տրամադրությունդ լավ է, ուրեմն հրեշտակիդ այդ գործերն էլ է լավ։ Սխալվում ես։ Ես ու ինքը իրար հետ կապ չունենք։ Չես վստահում էլի։ Ինչի պատճառ չունեմ։ Դաժան ես, դաժան։ Լսի ուրեմն։ Իմ անձնականից էլ երբեք չխոսաս։ Լավ, ապե, բապ, դպրոցից ինչ կա։ Այդ դպրոցի թեմայով հարցեր կան։ Պետքա քննարկենք ախպերս։ Գիտես ախպերս, ինչ էլ անես կողքտեմ։ Չէ, հալալ, էլ առաջվանը չի, ես իրավունք չունեմ քեզ վստահելու։ Դու կեր, թե չէ արդեն սկսում եմ քեզ խղճալ, քո նման չես ինչ-որ տարօրինակ ես հաց չես ուտում։ Ապեր, ասում եմ, բայց դու շատ լավ դերասան կլինեիր։ Պետք է ընդունվեիր թատերական ինստիտուտ, չնայած հիմա էլ ուշ չի։ Լսում եմ։ Ինֆորմացիա կա, բազմախվիրի դպրոցի տնօրենից։ Այդ արդեն հետաքրքիր է, ասա։ Ավագու իր կինը Վիկտորիան երկար տարիներ երեխա չեն ունեցել եւ շատ հանկարծակի երեխա է հայտնվել իրենց տանը։ Գյուղացիներն էլ ասում են անգամ կինը հղի չի էլ եղել։ Հա։ Գծիկը ունի սկիզբ, ուրիշ։ Ավել ոչինչ, ասում են նորմալ ընտանիք են։ Դու շարունակի։ Նորության դեպքում ինձ տեղը կպահես։ Բագրատ, մենակ պարկող տղամարդ ես։ Մենակ մարդվում է պետք։ Ողջույն քույրիկս, ես քեզ հրավիրում եմ միասին ճաշենք։ Լավ կսպասեմ։ Պետք է բոլոր ուղղություններով աշխատել։ Ես մենակ մնալու հարցն էլ է պետք լուծել։ Քեզ աղջիկ է պետք, Բագրատ։ Բարև ձեզ, լսում ենք։ Բարև ձեզ, ես ուզում եմ ձեր սիրուն համով տորտիկներից պատվիրեմ շատ կարևոր մարդու համար։ Սիրով, ինչ համով և տեսքով եք ցանկանում։ Կարող ենք ելակի ու հապալասի միջուկով անել, բայց ամենակարևորը բժշկական լուծումներով դիզայնը ստանանք, որովհետև բժշկուհու համար է։ Հրաշալի ընտրություն, հասցեն հաղորդագրությամբ կուղարկենք և մենք շատ արագ կառաքենք։ Եղավ, շնորհակալ եմ շատ լավ սպասարկման համար։ Պապ
Պապիկ, ես ուր սենց հակած կապած։ Կարևոր գործեր ունեմ։ Չմոռանաս, այսօր հավաք ունենք, կարևոր։ Վերջապես կծանոթանաս բարեկամներիդ հետ։ Բայց պարտադիր էր տենց մեջ շուքով։ Կարելի էր չէ ավելի համեստի մեջ կազմակերպել։ Շախոցները համեստ բաներ չեն սիրում։ Ճոխությունը կարևոր է։ Գիտես, ձևականություններ չեմ սիրում, Ձեդո։ Ես էությամբ մինիմալիստ եմ։ Ազատասեր եմ, մինիմալիստ եմ, հասկացանք։ Բայց հիմա այս բային սենց է պետք։ Կարող է Ձեդո դու ունենց հանես վերջը, ես հետ գնամ Ռուսաստան։ Տղա ջան, նոր է սկսվում կինոն, ուր գնաս։ Ձեդո, խառն ես, հա, խառը։ Ձեդ։ Կարևոր օր է։ Չես գում, այս տունը ինչ-որ կնոջ պակաս կա։ Կարող է քեզ նորից ամուսնացնենք կամ ընկերոյի բերես։ Ամոթ հայ տղա, ես ոնց ես խոսում պապիկիդ հետ։ Պա, ոնց որ այն ջահել կնիկն իմն էր։ Կապրեն կտեսնենք։ Այս իմ Ձեդոնն է։ Իսկ ցուցահանդեսի հարցերի ընթացքին հետևում ես։ Ես ուղղակի չեմ հասցնում ես քեզ նորով անգած։ Տղա ջան, բայց ինչի համար եմ։ Ես նրա համար եմ, որ հետևեմ։ Ես դու կարծեմ ես վերջերս քեզ հեռու ես պայում այդ ամեն ինչից։ Խելք են թողում այդ անչափահասները։ Անչափահաս։ Լավ էլ անչափահաս ես գտել։ Արա անչափահասները դուք եք։ Ոչ թե իրանք։ Հա, դե նես չի, որ մենք էլ պակաս էինք։ Անչափահաս էինք, բա ինչ էինք։ Դե ուրեմն այդ երեխեքին իրավունք չունեք բան ասելու։ Ձեր համեմատ իրանք փառք են։ Այն պայից հենց հասկացա, որ Հենրին չի կարողանում փոխվել այդ աղջկանից։ Ես իմ վրա եմ վերցնելու ու ասելու եմ, որ իմ աղջիկն է։ Բժշկի գնացել ես։ Ցնդել ես դու։ Դե որ ես տեմպերով գնաս կցնդեմ, բա ինչ կանեմ։ Դու ոնց ես պատկերացնում, եթե հանկարծ մի օր անունն իմանա, որ ես իր երեխուն տվել եմ գյուղացիներին։ Չէ, տրնող բան չի։ Շախոնցների հետ տենց բան չի կարա լինի։ Ինչ քեզ թվում աննա քեզ ներելու, հա? Որ դու իրան դավաճանել ես ու ապօրինի երեխա ես ունեցել։ Դե դու լավ գիտես մեր հարաբերությունները սկզբում, բայց հիմա ուրիշ է։ Հիմա ես չեմ կարա թողնեմ, որ տենց բան տեղի ունենա։ Ես պիտի փրկեմ իմ ընտանիքը, իմ տղեն պետք է լիարժեք ընտանիքում մեծանա։ Միքայել, գնալով կացիկը փոքրանում, հա? Ու ես ներքին վախեր ունեմ։ Գաղտնիք, որի մասին ոչ ոք չգիտի։ Գիտենք մենակ ես ու դու, նույնիսկ ավակը չգիտի։ Ես ու դու էլ հետներս գերեզման ենք տանել։ Այդ միշտ էլ կա։ Ասում ես էլի։ Գնացին եկան ու իրար հանդիպեցին։ Ինձ թվում էր, այս թեման ծմաղ փագա։ Միքայել մի բան հաստատ է, որ դժոխքն ու դրախտը երկրի վրա է։ Ու բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար հենց այստեղ, երկրի վրա։ Դուրը բաց էր, բայց դա ձեզ իրավունք չի տալիս ներս մտնել։ Պիտի խոսենք։ Շախունցներից մենակ դուք եք մնացել, որ խոսեք։ Դուք էլ եկաք։ Ես շախունց չեմ։ Ես կարծում եմ դուք քաղաքակիրթ կգտնվեք։ Ու կխոսեք ինձ հետ հարգանքով։ Մեզ կարևոր խոսակցություն է սպասվում։